Ողջույն շատ սիրելի հեռուստադիտողներ եւ հետեւորդներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք փնտրել, գտնել եւ ամենակարևորը ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն կատարյալ բժիշկներ, ովքեր իրենց կյանքը նվիրում են առողջապահության ոլորտին։ Ես այս մասին փոքրինչ շատ եմ ասում, բայց կարևոր է ամեն անգամ նշել, որ այո, նրանք արժանի են մեծարանքի, արժանի են շնորհակալության, արժանի են մեր դրական վերաբերմունքին, որովհետեւ նրանք երբևէ չեն աշխատում այդ վերաբերմունքի համար, բայց շատ կարևոր է, որ մենք սովորենք ասել բժիշկներին շնորհակալություն եւ մեր սիրած տարբերակով շնորհակալություն բժիշկ ջան։ Եվ այսօրվա մեր բժիշկ ջանը հրաշալի բժիշկ է, մենք գտնվում ենք Թալինի բժշկական կենտրոնում եւ Թալինը Հայաստանի միակ մարզային բժշկական կենտրոնն է, որտեղ կա թոքաբան։ Եվ պատիվ մեր այս բժշկի, ով Երևանում հրաշալի կարիերա է արել եւ Երևանում ունենալով լավ հաջողություններ, մեծ հաջողություններ, այնուամենայնիվ նախապատվությունը տվել է մարզային բժշկական կենտրոնին, հաշվի առնելով բոլոր դժվարությունները։ Սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հերոսին Ռաֆայել Պետրոսյան, թոքաբան, սպիրոգրաֆիստ, առողջապահության ոլորտի ISO 9001 որակի պատասխանատու, հանրապետական շտապօգնության ծառայության Թալինի ենթակայանի բժիշկ բարեկամներ։ Կարևոր է նշել, որ նա 44-օրյա պատերազմի ընթացքում իր ծառայությունն է բերել հայոց բանակին, աշխատելով առողջապահության նախարարության շտապօգնության ծառայությունում, ինչի համար առանձնահատուկ շնորհակալություն։ Նա ավելի քան 10 տարի է առողջապահության համակարգում, COVID-19-ի շրջանում ընդհանուր առմամբ առնչություն է ունեցել ավելի քան 2000 բուժառուի հետ, բառի իրական իմաստով փրկելով մարդկային կյանքեր, եւ մինչ Թալինը աշխատել է Երևանի 2 բժշկական կենտրոններում։ Ահա այսպիսի հրաշալի կենսագրություն, ամփոփ տարբերակով իհարկե շատ ավելին կա։ Բժիշկ ջան, ձեզ շնորհավորում ենք մեր 100 լավագույն բժիշկների ցանկում լինելու կապակցությամբ, ուզում եմ առհասարակ հասկանալ բժշկի համար գնահատված լինելը ինչ նշանակություն եւ արժեք ունի։ Շնորհակալություն անչափ, ընդհանրապես գնահատական է մեր բժիշկներիս, կոնկրետ ինձ համար, գիտեք ոնց, այդ գնահատականը մեր գործունեության հետ այդքան էլ կապ չունեցող մի բան է, այսինքն մենք աշխատում ենք առանց գնահատականի սպասելիքների, միանշանակ հաճելի է շատ, ավելի պարտավորեցնող, ես կասեի, հա, ցանկացած ամեն մի գնահատական, որը որ թե բուժառուն, թե բուժառուի հարազատը, թե մեր ազգուց ինչ-որ մեկը, ինչ-որ մի մարդ մեզ ուղղում է, միանշանակ այդ մեզ էլ ավելի ոգևորում, էլ ավելի պարտավորեցնում է, բայց այնպես է, որ առանց այդ գնահատականի էլ էլի մենք միշտ պարտավորվածությամբ մեծ են, որ ամեն ինչը անում ենք, քանզի մեր աշխատանքում անկեղծ ասած այն ինչը որ զգում ենք մենք մեր արած գործից, ինձ թվում է այդ ցանկացած գնահատականից բարձր է։ Շատ լավ, հստակ իմանալով, որ մարզային բժշկական կենտրոններում չկան թոքաբաններ եւ այստեղ այդքան էլ հեշտ եւ առատ չի լինելու որպես բժշկի կենսագրություն կերտելու տեսանկյունից, այնուամենայնիվ ընդունեցիք Թալինի բժշկական կենտրոնի հրավերը այստեղ աշխատելու։ Ինչը բերեց ձեզ Թալին եւ կարծեք թե դուք չեք ցանկանում այլևս երբեք հեռանալ այստեղից։ Մի քիչ պատմեք Թալինի, թալինցիների եւ այստեղ գտնվելու գալու մասին։ Իրականում Երևանում աշխատելիս, երբ որ նաև վերջացրեցի թոքաբանի մասնագիտացումս, միշտ ընթացքում ես, չգիտեմ, այսպես ասեմ, երազել եմ, որպեսզի ու ինձ պատկերացրել եմ, որ ես պետք է մարզում աշխատեմ։ Չգիտեմ, թե արմատներն են կանչում, թե ուրիշ ինչ-որ ֆակտոր կա, բայց ոչ մի ինչ-որ դրդապատճառ չի եղել, ուղղակի եմ, որ նստել եմ, վեր եմ կացել, ես գնում եմ մարզ աշխատելու, առաջին տեղը, որ եղել է, դիմել եմ Թալին, մեծ սիրով այստեղ ընդունել են, ես էլ շատ շնորհակալ եմ Թալինի բժշկական կենտրոնի տնօրինությանը, որոնք շատ մեծ հնարավորություններ տվեցին մեզ այստեղ մեզ լավ զգալու ու լավ աշխատելու, աշխատանք իրականացնելու համար, արդեն շուրջ 1.5 տարի է, որ Թալինի բժշկական կենտրոնում եմ աշխատում ու ինչպես դուք նշեցիք, այո, մտադրություն չունեմ այստեղից գնալու, որ էլ ավելի աշխատանքները փորձում ենք ծավալները մեծացնել, ավելի ընդլայնել, ինչը բնականաբար ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ մեր հեռու մարզերը, Երևանից ավելի հեռու գտնվող մարզերում կան շատ բուժառուներ, ովքեր հենց կոնկրետ այդ տարածության պատճառով
շատ ծանր առողջական վիճակներում են գտնվում ու ինչու բուժառուն հասնի Երևան, եթե կարող է բժիշկը հասնել մարզ։ Շատ լավ, Թոքաբանի մասնագիտությունը ենթադրում է ինչ որ առումով նաև շատ ավելի շատ տարեցների հետ աշխատանք ենթադրում եմ եւ այս իմաստով Թալինը առանձնապես երիտասարդացող բնակավայրերից չէ ցավոք սրտի, ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերը, հատկապես տարեցների հետ աշխատանքում ինչ առանձնահատկություններ եւ նրբություններ կան եւ ինչ զգացողություններ եք ունենում, երբ նրանք այսպես առողջացած հեռանում են։ Անկեղծ ասած ոչ միայն տարեցների ընդհանրապես ցանկացած բուժառուի առողջանալուց հետո երբ որպես բժիշկ տեսնում ես արածիդ արդյունքները, այդ աննկարագրելի զգացողություններ է տալիս, ինքնաբավարարվածություն կարելի է կոչել, երբ որ դու ինքդ քո արած աշխատանքից գոհ ես լինում։ Հիմնականում այո, ճիշտ նշեցիք, Թալինի տարածաշրջանում ավելի շատ են ցավոք սրտի տարեց բուժառուները, գիտեք ոնց տարեցների հետ աշխատելու տենց ինչ որ հատուկ առանձնահատկություն չկա, հիմնականում են որ բոլոր ցանկացած մարդ ով ունի առողջական խնդիր, ինքը բնականաբար մեծ կարեկցանքի սպասելիքներով դիմում է բժշկին ու երբ որ այդ կարեկցանքը բավարարված դուրս է գալիս, որպես բժիշկ ինձ համար դրանից առավել ոչինչ չի կարող լինել։ Այն հայացքը, որը նայում է բժշկին, ասում է շնորհակալություն բժիշկ ջան, լինում են դեպքեր, երբ այդ լավ արդյունքներից անգամ ինքը բուժառուն են ուրախության արդյունքներով կարող է դաժե մի հատ էլ գրկախառնվի մեր հետ շնորհակալություն հայտնի, հավատացնում եմ ձեզ այդ աննկարագրելի զգացողություններն են ամենամեծ գնահատականը, որ մենք ստանում ենք դա է։ Շատ լավ, մենք փորձում ենք մեր շնորհակալությունը փոխանցել եւ արժանին մատուցել հատկապես այն բժիշկներին, ովքեր պատերազմի օրերին եւ համավարակի օրերին աշխատել են ծանրաբեռնված եւ հետաքրքիր զուգադիպությամբ դուք երկու իմաստով էլ այսպես համապատասխանում եք մեր ընտրողական կարգերին, բայց համավարակի մասին հատկապես հիշում եք ինչ էր տեղի ունենում, ախտահարվում էին թոքերը եւ դուք էլ թոքաբան, այսպես ամբողջ ծանրաբեռնվածությունը անմիջապես ընկնում էր ձեր վրա։ Աշխարհը պատրաստ չէր, ոչ ոք ոչինչ չգիտեր այս հիվանդության մասին։ Ինչպես հաջողվեց մարդկային կյանքերի հետ գործ ունենալ եւ այդ բոլոր հիմնական դեպքերը ավարտել առողջացմամբ։ Անկեղծ ասած, երբ Հայաստանում սկսվեց COVID-19-ի համավարակը, սկզբում խուճապ էր թե բնակչության եւ թե մեր բժիշկներիս մոտ, բուժաշխատողների մոտ, երբ օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնը վերապրոֆիլավորվեց որպես COVID կենտրոնի, այդ ժամանակ մենք մեր 6 ընկերներով կամավոր հիմունքներով գնացինք այնտեղ աշխատելու։ Մոտ առաջին 8 ամիսը կարելի ասել ապրել ենք հիվանդանոցում, որ գիտեք ոնց յուրաքանչյուր հիվանդի հետ անհատական մոտեցումներով, անհատական թե հոգեբանորեն, թե կենսաբանորեն։ Եվ հատկապես դեղամիջոց չկար, հոգեբանությունը ամենալավն էր, չէ՞, օգնում հիվանդը։ Միանշանակ, անգամ դեպքեր ունեինք, երբ ես մինչ օրթոպեդիայի կենտրոն գնալը միշտ մտածել էի տրավմատոլոգ դառնալու մասին։ Ես երբ որ աշխատեցի օրթոպեդիայի գիտական կենտրոնում, ի պատիվ Անիկ Ուլումյանի, ով մեր բաժանմունքի վարիչն էր, թոքաբան, ես իմ մասնագիտությունը փոխեցի։ Կարելի ասել սիրահարվեցի թոքաբանությանը ու իր կարևորությանը։ Գիտեք ոնց ցավոք սրտի մեր երկրում բավականին բաց է մեր ճյուղը, հուսամ մեր երիտասարդ բժիշկները կձգտեն այդ ուղղությանը եւս զարգացնելու, երևի թե այսքան էլի։ Շատ լավ, ես պատերազմի օրերին 44 օրյա չեմ ուզում անդրադառնալ, բայց այնուամենայնիվ մի փոքրիկ հարց, երբ շտապ օգնության մեքենայով այսպես զինվորներին տարբեր վիրավորում ստացած տեղափոխում էիք, առհասարակ ինչ էին ասում նրանք, ինչ զրույցներ էիք ունենում, որ մինչև հիմա տպավորվել է եւ կցանկանաք կիսվել մեզ հետ։ Անկեղծ ասած, տարբեր զրույցներ են եղել, շատ տարբեր։ Հայրենասիրության, այսպես ասեմ, զորով էինք
զինվորներին տեղափոխում չէին գալիս։ Նույնիսկ վիրավոր վիճակում բժիշկ ջան ասում էր վիրակապեք, ես այդ համ տղերքին որ ասում էր ուր գնամ, ես ինչա սրա եղածը։ Անկամ իմ մեջ տպավորված էր, երբ զինվորի իր սեփական վերջույթը գրկած են, որ բժիշկ ջան ասում էր չվախենաս հանկարծ։ Ինքն էր մեզ հույս տալիս։ Դեպքերը շատ են։ Չգիտեմ, մեր 44-օրյա պատերազմի ժամանակ մեր երիտասարդները, մեր տղերքը անկրկնելի են, մեր հայի ոգին երբեք չի սպառվել ու չի էլ սպառվելու։ Շնորհակալություն եւ հիմա կարծում եմ հրաշալի մի ժամանակ է, որ մենք բոլոր զինվորներին ասենք շնորհակալություն եւ շատ հաճախ այսպես թմկահարվում այդ պարտությունը, հատկապես քաղաքական այսպես խոսակցությունների շրջանակում ամեն բան շատ հաճախ է այսպես ամեն ինչի մասին խոսում են, բայց պետք է զուգահեռ պարտադիր խոսենք մեր հերոս զինվորների մասին, խոնարհվենք նրանց առաջ, խոնարհվենք նաեւ այն ընկած տղերքի հիշատակի առաջ եւ ասենք շնորհակալություն սիրելի զինվորներ եւ զինվորագրված բժիշկներ, որովհետև որքան կարևոր էր զինվորների առաջնագիծը, նույնքան կարևոր էր նաև բժիշկների առաջնագիծը, ովքեր վիրավոր տղերքին այսպես կյանք էին վերադարձնում։ Բժիշկ, վերադառնանք ձեր մասնագիտական աշխատանքին եւ մասնավորապես Թալինի բժշկական կենտրոնում ձեր կաբինետին։ Ես գիտեմ, որ այստեղ նաև կան ֆանտաստիկ լավ սարքավորումներ, որով կարողանում եք ճշգրիտ ախտորոշումներ ունենալ, այսինքն հետազոտության իմաստով բավականին հագեցված է։ Ինչ կասեք այս մասին։ Ճիշտն ասած, Թալինի բուժկենտրոնը հիմա գտնվում է վերանորոգման փուլում, որը արդեն կարելի ասել ավարտական փուլում, շատ շուտով արդեն կտեղափոխվենք այնտեղ էլ ավելի զարգացած թե տեխնիկապես, թե շենքային պայմաններով։ Ներկա պահին Թալինի բուժկենտրոնում ունենք թոքաբանության հետ կապված կատարում ենք սպիրոմետրիա հետազոտություն իրականացնում եմ ես, որը ինքնին եւս շատ քիչ հանդիպող եթե մենք ասենք այսպես ոչ բժշկական լեզվով էլի փորձենք ներկայացնել ինչ է դա, ինչ ենք ախտորոշում։ Սպիրոմետրիան դա թոքերի վենտիլյացիոն ֆունկցիան հետազոտող սարք է։ Այսինքն մենք այդ սարքի միջոցով հասկանում ենք թոքերում շնչառական ծավալները, օդի հոսքերը բրոնխներում, դաժե տարբերակված դնելով մանր, միջին, խոշոր բրոնխներում եղած դիմադրությունները ու դրանցով գրեթե թոքային հիվանդությունների մի հսկա մեծ շարք ախտորոշվում են հենց դրանցով ու վերահսկվում են հենց այդ հետազոտությունով, որը շատ մեծ հնարավորություն է տալիս ինձ բժշկիս ավելի ճիշտ կողմնորոշվելու ու ավելի հստակ բուժում անելու, ավելի կոնկրետ թիրախային ընտրություններ անելու ու բնականաբար հիվանդներին ավելի որակյալ բուժում մատուցելու համար։ Շատ լավ, մեր նախագիծը բժիշկներին շնորհակալություն ասելու մասին է, մենք ընդհանրապես 100 բժշկի կարող ենք ընտրել եւ այսպես տետատետ ասել շնորհակալություն, բայց մեր բոլոր բժիշկներից այսպես փորձում ենք որսալ բարեմաղթանքներ մեր մյուս բոլոր առողջապահության ոլորտի նվիրյալների համար։ Ձեր մաղթանքը բժիշկներին։ Ես ողջունում եմ մեր բոլոր բժիշկներին, ոչ միայն հայազգի, ընդհանրապես երկրագնդի վրա ապրող, սովորող, չգիտեմ, արդեն գործունեությունը դադարեցրած, բայց միևնույն է, եթե մարդ ինքը բժիշկ է, ուրեմն բժիշկ է։ Դա երբեք չի լինում ինչ-որ ժամանակավոր հատված։ Իսկ առանձնահատուկ շնորհակալություն կուզենամ հայտնեմ իմ կյանքում շատ մեծ դեր ունեցող, ես միշտ այսպես եմ ասում, իմ մասնագիտական ծնողները, Հասմիկ Սայան, Երևանու բժշկական կենտրոնից, ով նաև առողջապահության ազգային ինստիտուտի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչն է, մյուս բժիշկը, որ կուզենամ առանձնահատուկ նշել ու շնորհակալություն հայտնել Մարինեն Պետրոսյան պրոֆեսոր Իզմիրյան կենտրոնից, թոքաբան, բախտի բերմամբ, թե պատահմամբ իմ ուսումնառության ընթացքում ես հայտնվեցի այդ երկու հրաշալի բժիշկների միջավայրում։ Մի կողմից տեսական գիտելիքներ, մյուս կողմից պրակտիկ գիտելիքներ ու այդ երկու համադրությունները միասին, որ ես տեսնում եմ ինձ բերեցին Թալին ու անկեղծ հենց իրենց խորհրդով էլ, ովքեր խորհուրդ տվեցին, որ աշխատի մարզում, իրենք էլ են շատ խրախուսել, միակ խրախուսողները ինձ եղել են
նշված երկու բժիշկները։ Եվ իհարկե նաև ես քիչ առաջ նշեցի Անի Ուլումյան, ով թոքաբանության սերը մցրեց իմ մեջ։ Շնորհակալություն առանձնահատուկ։ Շատ լավ, շնորհակալություն բոլոր բժիշկներին եւ այո, մենք այսպես վարակում ենք եւ շնորհակալություններ ենք փոխանցում բոլոր բժիշկներին։ Բարեկամներ, այսպեսին էր մեր այսօրվա հերոսը եւ ես ուզում եմ հատկապես Թալինի բնակչության եւ հարակից գյուղական բնակավայրերի բնակչության համար նշել, որ լավագույն բժիշկներին ամենևին էլ պետք չէ փնտրել մայրաքաղաքում, այլ քաղաքներում, մարզկենտրոնում եւ այլն։ Թալինի բժշկական կենտրոնի բուժանձնակազմը իսկապես նվիրյալ մարդկանցով համալրված բուժանձնակազմ է, այնպես որ եկեք, առողջ եղեք եւ շնորհակալ հեռացեք, իսկ մենք դեռ կհանդիպենք։